Սիրելի հետևորդներ ջան, առավոտյան շուտ արևը դուրս է եկել, ասում է արև եք, զիզիքարի վեր եք։ Դες մի հատ երկ կա, գիտեք, չէ, բայց եղանակը սառը, բայց եւ էլ հաճելի սիրելիներս, էս էլ մեր 7-րդ մասիվը։ Սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան սիրուն է, բայց որ կարմիր լիներ, ինչքան ավելի սիրուն կլներ։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, օրհնյալ օր լինի բոլորիս համար, մեր գործերին հաջողակ լինի, Հիսուս Քրիստոսի անունով մեր գործը, մեր այսօր օրվա օրը սկսենք օրհնյալ օրով, որ մեր գործերը հաջողակ լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Ինչ եմ ուզում ասել սիրելիներս, հիշեցնեմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, որ առաջ գնանք, որ ինձի օգուտ լինի սիրելիներս։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք խոբի։ Խոբի, չգիտեմ որն է ճիշտը։ Մեկն ասում է խոբի, մեկն ասում է խոբը։ Ընդհանրապես այս ճաշատեսակը ասում են մեր տաուշի շրջանում են անում, բայց ես այսքան ժամանակ այս տարիքին եմ չեմ տեսել մեր շրջանում, որ արել են։ Միգուցե արել են, մեր տանը չեն արել, չգիտեմ։ Հիմա որոշել եմ ստանքեմ դա, գնամ ինչ համ ու հոտ ունենում։ Վերցրել եմ մի հատ հավ, սա այդ հավը կլվանա, կմաքրեմ, կպատրաստեմ, այս հավին պետքա սոխ, նայած ինչ չափի գլուխներ է, օրինակ մենք սոխ շատ ենք սիրում, ես կարող եմ վերցնեմ, մի 6 հատ 6 գլուխ ասենք թե, 6-7, այսա որ բանան է, կտեսնեմ ինչքան եմ վերցնում, ես նախատեսել եմ սպիտակ գլուխ սոխը, որովհետև սոխի նուռ ենք խառնելու, նուռի մուգ գույնը տալիս է, սպիտակի հետ ավելի սիրուն գույն կստանա, իսկ կարմիր սոխը սևանում է, ոգու սիրուն չլինի, կարող է համով է բան չներ, բայց ինքը սիրուն չի, ես որոշ նախատեսեցի, որ պատրաստել սպիտակ սոխով։ Դե սիրելիներս, ես խավը տանեմ լվանա, առաջինը այս թևի այս մասերը կտրտենք, սա մեզի պետք չի, այս ավելնորդ բաները կտրտենք, դե ասել եմ չի, ես միշտ այս թևերի վերջավորությունները կտրում եմ, և հետևի այս մասը կանում, եթե կարմրած է այս պոչուկը, պոչուկն էլ, այդ կարմրած տեղնել ենք կտրում, նայենք տենան մազ, մուշ չկա, ու տանեմ լավ լվանա, հետո նորից կմիանել հավիկը, մի հատ ուզում եմ իրարից բաժանեմ, կտրտեմ, ու մի հատ էլ լվանամ լավ, հատսից կտրտենք, մեծ կտորներ եմ անելու, փոքր կտորներ չեմ անելու, այսիստից, այսեց մեծը։ Ես մեր հարևանները գործ են անում, դրոցը մեզ խանգարում է, բայց թե ինչ անենք։ Չենք կարող ասենք, որ գործ մի արեք, ժամանակին մենք էլ ենք աշխատել։ Սա էլ կտրենք։ Մեջից կիսում ենք, հետևորդներ ջան, այսը երկու կես ենք անում, ասենց, հիմա է տանեմ մի լավ նորից լվանա,
Մաչապ չխավեն նվանը։ Սելի հետևորդներ ջան, հիմա ես կդնեմ սոդայաջրի մեջ որ լիսը մաքրելի ես չեմ կարում առանց սոդայաջրի մեջ դնելու պատրաստել։ Մեր թեյի գտա, սոդա և թեյի գտա, թող շատ ըլի, քիչ չլինի։ Մի լավ խառնում ենք։ Եվ մեր հավի կտորները դնում ենք սոդայաջրի մեջ։ Անեցա սպիտակում, որ մաքրեմ, որ սրտով մարդ ուտի էլի։ Սելի հետևորդներ ջան, թողնեմ սելի հետևորդներ ջան, հավեմունքները ցանենք, թողնենք համենվի, որ մնացած գործողությունները կանենք։ Քիչ խմելի սուների, կուրկումը ոնց որ հունարեն ասեցի, կուրկում, չգիտեմ ոնց եք, հետո որ հիշեմ կասեմ, ես դեղին գույնը նայել է, արդեն կիմանակ ինչ է, հուներենով գիտեմ, որ ասել կուրկում են ասում, հուներ է նայելի, մեր չորացրած կանաչի, այս մոմենտ միշտ մորանում եմ իրենց անունները, Ռիգանի, աղ ենք ցանում, աղը լավ պիտի ցանենք, որ ջելախ ցանենք, կարմիր պղպեղ, և սև պղպեղ, մորացել էի, սոյա եմ ավելացել, սոյան էլ աղի է, այս սոյաների մեջ տարբերություն կա, մյուսից որ առել էի, աղի չէ, իսկ ես մի տեսակը աղի է, դե ոչինչ, սոխարացի բանի հետ համը բան կանի, ինչ անեմ, ձեռնոցս հագնեմ, դե սենց տրորեմ, լավ տրորեցի, մեկ էլ ձեռքերս չեմ լվանալու, սելի հետևորդներ, դնում ենք սառնարանը, մի քիչ էլ ես կարմիր պղպեղից ցանում, սիրում եմ, որ կարմիրը շատ ալինում, ընդհանրապես մեր ընտանիքն էլ է սիրում կարմիր պղպեղը, որ գույնը գալիս է իրան տեղը, այսից կարմիր, դե սիրելի հետևորդներ ջան, ես տեղավոր եմ սառնարանը, դե
սիրելի հետևորդներ ջան, ժամանակն եկա, որ պատրաստենք մեր խոխոբը։ Անունը ճիշտ իմացա, խոխոբ։ Սոխը, նուրը եւ մեր համը։ Դե գնացիք սիրելիներս։ Ուրեմն սիրելի հետևորդներ, լցնում ենք բուսայուղ։ Եթե ձիթապտղի ունեք, կարող եք ձիթապտղի ձետ լցնել։ Չէ մեր բանը բուսայուղը կտականա, մենք կկտրատենք սոխը։ Չէ, սոխը, հա, թող ինքը տականա, բայց մենք մեր սոխը կտրատենք։ Սիրելի հետևորդներ ջան, սա թողնենք մի կողմի վրա։ Մեզ շատ սոխ է պետք։ Հենց խոխոբի համը հոտը սոխի մեջ է։ Սիրելի հետևորդներ։ Տես ճաշատեսակը անեն չի որ ամեն անգամ սարքում է, ասենք ոնց որ մի բերանփող լինի։ Կամ էլ տոնական օրերի կարելի է սարքել։ Ինչու՞ չէ, նոր տարում կարելի է սարքել, չնայած նոր տարում շատ բան ունենք ուտելու, բայց իսկ թվում է չի խանգարել, սոխը հիմա պետք չի։ Հիմա միսն ենք լցնել, թող բուսայուղը մի հատ լավ տականա, որ միսը լցնենք, կարմրի։ Սոխը կտրատում ենք լուսնաձև, սիրելի հետևորդներ, այս ձևի, մոռացա սկզբից ասել, այս ձևի լուս։ Ես վերցրել եմ սպիտակ սոխը, այն կարմիր սոխն էլ ալա, բայց կարմիր սոխը, որ եփվում է նորներ լցնում ենք, սև մուր է դառնում, տեսքը կորցնում է։ Քնած էլ է կորցնում, բայց ոչ նրա չափ։ Սիրելի հետևորդներ, մեր սոխը պատրաստ է։ Հիմա պետք է նուրը մաքրենք։ Լատենանք բուսայուղը տաքացել է։ Սիրելի հետևորդներ, հավերը դնում ենք, որ երեսից կարմրի չի եփվելու։ Ուղղակի երեսից կարմրելի է, սիրելի հետևորդներ, մեջը մնալու է հող։ Թողնում կարմրի։ Սիրելի հետևորդներ, կարմրել է, թույլս տալու։ Ասեցի որ չպետք է երկի, չէ՞։ Այսինքն կարմրի։ Նուր չբերել եմ, նուրն է լավ է, կգնամ, թազա նուր բերել կարմիր։ Սիրելի հետևորդներ, ժամանակն է որ հանենք։ Մսերը։ Հենց դրա վրա լցնելու ենք սոխը։ Արեք տեսեք,
Ինչ լավ է կարմիր։ Դե շատ էլ չպետք է կարմրի, պիտի չերկի սիրելի հետևորդներ։ Հիմա լցնում ենք սոպը հենց այս բուսայուղի մեջ։ Ու թողնելու ենք, որ կարմրի։ Դե շատ չի կարմրելու, եթե ում դուր է գալի կարմրի, թող կարմրի, ում չէ, ես օրինակ շատ չեմ կարմրացնելու, որտեղ դառնություն եմ առնում։ Ստեղել է սուխը թափվեց, թափեմ ես։ Սիրելի հետևորդներ, ասեցի չէ, որ նուրը բացեցի, կտրեցի սպիտակ էր։ Մինչև գնացի նուրը ուրիշ նուր արա եկա, տակը ցածրացրել էի գազիս, հեսա սոխս լինի մարդ։ Նուրը մաքրենք, միջև որ սա լինի։ Սպիտակ չլինի, երբեք չգիտես, երեսը կարմիրա, մեջը ինչ կլինի։ Վայ, նայեք տեսեք, ես էլ կարմիր չի, բայց քաղցր նուռը, ինչ անեմ, արդեն ես մեր բախտը սենց եղավ, ինչ անեմ, ես Հունաստանի նուռնա, որ միտեղ աշխատում էի, հենց ես նռից էր, իրանց բախջումը, ես շատ քաղցր նուռ ասիրելի հետևորդներ, բայց ինչ անենք հիմա ես եղավ, ես էլ կանենք ինչ անեմ։ Աստեմ ես նուրս մաքրը, միջև վազեցի այսօր, ես էլ հոգնեցի, ով սրտովս չեղավ, ես սիրում եմ կարմիր նուրը, ալ կարմիր նուրը, շտատ ես էլ քաղցրա, բայց թե ճաշը, որ սարքում ես, կարմիրն է էլի, շնորհքը տալիս, տրամադրությունը սնգա, բայց թե ինչ անեմ։ Նայում ես կարմիր, ասում ես, նա ինչ իմանաս, որ սերա մեջինը, այսինքն ոնց որ իրան, ես չէի պատկերացնում, որ կարող ասենց լինի, իրան բանից տալիս է, որ մեջինն էլ ասենց լինելու, բայց այն մյուսներ կարմիր էր ու մեջը այն էլ է սպիտակ էր, բայց նա փչացած էր սենց, սրա նման չէր էլի, ես էլ այսպես, սելի հետևորդներ ջան, սոխը արդեն ժարի տալին եմ, տակը ցածրացրել էի, որ մաքրում էի, ցածրացրել էի տակը, բերանը բացեցի, ինքը իրան հյութը հավաքել է, տեսնող մելա չէ, հյութը հանում իրան մեջից, մի քիչ աղցանենք սոթի վրա, թեյի գթաներ շաքարավազ են լցնում, սելի հետևորդներ, դե ընդհանրապես տոմատով ճաշերի մեջ լցնում ենք, այս շաքարավազներ մի արամատա տալիս։ Ճաշի ասեցի, թեյի գթար, եթե ճաշի եմ ասել, ուրեմն թեյի հասկացեք։ Բերանը թակեք, սելի հետևորդներ ջան, մեր սոխը արդեն երկված է, ես ես ձերի եմ սիրում, շատ կարմրած չեմ սիրում, սելի հետևորդներ ջան, եթե ձեզ ոնց դուր է գալիս, ատենց, հիմա միսը շարում ենք,
Ես էլ լցնենք իրան հյութնա, լցնենք, որ համարվում է։ Նուրը լցնում ենք վրա, ես կիսարոզվի նուրը, սրա սորտը սենցա, չէի ուզում ես գույնը լիներ, բայց որ եղավ, ինչ անենք։ Ու տակը ցածրացնելու ենք, որ ինքն իրանով եթվի։ Չեք պատկերացնում ինչքան համեղ է լինում։ Համեղ է լինելու։ Բառը ճիշտ ասեմ։ Տակը ցածրացնենք։ Դրանը փակենք և սպասենք։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ես ձեզ ասեմ, մի րոպե տեսնենք։ Տակը շատ եմ ցածրացրել, մի քիչ ուժեղացրեցի։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, սոխը, նուրը, հավի միսը իրար հետ, որ եփվում է, ինքը այդ բոլոր հյութերը խառնվելու է իրար մի հատ հոյակապ ուտեստենք ստանալու, շատ համեղ ուտեստենք ստանալու, չես պատկերացել ինքը ոնց որ պնդան է, էլի կարամելի նման, կարամելը ոնց է տենց ձիգ լինում, այ տենց է լինելու, ինքն իրան, հավը իրան հյութը դուս է հանում, նորը իրան հյութը դուս է հանում, սոխը իրան հյութը դուս է, այդ բոլորը խառնվում է իրար մի հատ հիանալի ուտեստ ենք ստանում։ Դե արդեն դրել ենք, սպասենք, դենանք ինչ է լինում։ Սիրելի հետևորդներ, նայեք տեսեք ես ինչ է իրար սոկը դուրս հան, իրար հյութը ոնց է դուրս եկես սիրելիներս, երևում է չէ, ոնց որ ջուր լցրած լինես, բա իրան բուրմունքը, ախորժակ է բերում։ Հիմա ինչ եմ անում, հիմա խառնում ենք, այս սոխը վերև, հավերը ներքև, այսենց, այս ինչ, չես պատկերացնի, այս ինչ անուշ համ ունի, համը որն է, հոտը, անուշ հոտ ունի սիրելի հետևորդներ։ Ատեր թողնենք այսենց եթվի։ Երևում է չէ։ Այ հիմա նայեք, բա որ կարմիր լիներ բանը նուրը, ինչքան սիրուն կլներ։ Սիրելի հետևորդներ, արդեն ժամանակն է, որ վերցնենք, ճտոտոցը գալիս է, պատկերացել եք, նայեք, տեսեք, այս ինչ համոր բան է ստացել, անենց եմ նեղվում, որ էսին նուրը կարմիր չեղավ, ինչ էի սպասում, ինչ ստացվեց։ Սիրելի հետևորդներ, թողնենք մի քիչ սառի, մի հատ նոր համտեսենք, միասին։ Սիրելի հետևորդ, դռնցնում են, բազդե ինչ անեմ, այսօր ամբողջ օրը գլուխներս տարա ըստեղ, հյուրասիրում ենք, սիրելի հետևորդներ ջան, այսպես, սոխ չի մնացել, միացել է իրար, կարամելազվածվել է, ոնց է ասում, չեմ էլ կարում ասեմ, կարամելիզացվել է, նայեք տեսեք սիրելի հետևորդներ ջան, մնում է որ մի հատ էլ համ տեսենք, տեսնենք ոնց ստացվեց, ոնց է համը, ոնց է։
Սերի հետևորդներ, հիմա համտեսենք, ինչ համի է, բուրմունքը անուշը։ Ասենց հացի կտոր ենք վերցնում, սերի հետևորդներ ջան։ Ստեղի մսի կտորից կտրենք, մնայք, երևում ա չէ։ Ասա մի հատ դանակ վերցվերի ձեռըտ։ Ներքան երկվածա, որ իրան պոկում ասել հետևորդներ ջան, դեղլա տեսնենք ինչ համի է։ Վայ չուտող են սիրելի հետևորդներ ջան։ Շատ համեղ է, շատ։ Դե հացիս կտորը պտի վերջացնեմ, չէ։ Սերի հետևորդներ կարող եք օգտագործել թթվի հետ, կարող եք մի հատ փլավ պատրաստել հետո, ուտել կարող է և սենց, մի հատ թթով, մի հատ սա, մի հատ մեր ես ուտեստը իրա հետ շատ կգնա։ Դե սիրելի հետևորդներ ջան, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում ու գրեք մեկնաբանություններում։ Ես ձեզ շատ սիրում եմ սիրելիներս, չմոռանամ ասել, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք, լայքեք սիրելիներս։ Շնորհակալ եմ կոմենտների համար, սրտիկների համար, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ վլոգին։ Ստեսություն ձեզ։